Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Նախարարն ամփոփել է նախարարության աշխատակազմի 2025 թվականի գործունեությունը։ Քննարկմանը մասնակցել են նաև ենթակածառայությունների ղեկավարները, որոնք ներկայացրել են իրենց հարցադրումները նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցության շրջանակում։ Խորհրդակցության առանցքում ինչպես 2025 թվականի գործունեության համապարփակ ամփոփումներ, ձեռքբերումների արձանագրումից մինչև բացթողումների գույքագրում, այնպես էլ 2026 թվականի գործողությունների ծրագրով առաջնահերթությունների սահմանումն ու դրանց իրականացման գործուն մեխանիզմների հստակեցումը։ Ակնկալելով առավելագույն արդյունավետություն, Արփինե Սարգսյանը հանձնարարել է սահմանված ժամկետների խիստ պահպանմամբ ապահովել 2026 թվականի առաջին կիսամյակի ծրագրային թիրախների ամբողջական իրագործումը։ Նախանշվել են այն հստակ ուղղություններն ու նախագծերը, որոնք ընթացիկ տարում հանդիսանալու են բարեփոխումների առանցքը։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային վերապրոֆիլավորմանը, որի կենսագործումը հնարավորություն կտա կենտրոնանալ քաղաքականության մշակման եւ վերահսկողական գործառույթների վրա, զերծ մնալով կատարողական կրկնվող գործառույթներից եւ ապահովելով ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում։ Թվային տրանսֆորմացիայի համատեքստում նախարարը հանձնարարել է ամբողջացնել նախարարության թվայնացման քարտեզը, ներառելով ինչպես արդեն իսկ գործարկված, այնպես էլ հեռանկարային լուծումները։ Նախարարը հանձնարարել է ավարտին հասցնել նյութատեխնիկական բազայի արդիականացման եւ արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա ավտոմատացնել վերահսկողական մեխանիզմները եւ առանձին դեպքերով նվազագույնի հասցնել մարդկային սուբյեկտիվ գործոնը։ Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի արդիականացումն ու դրանց բովանդակային վերափոխումը, ինչը նպատակաուղղված է մասնագիտական ներուժի լիարժեքիրացմանն ու համակարգի գործառնական արդյունավետության բարձրացմանը։ Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Փետրվարի 27-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում եւ քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Toyota Magnus-ի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ եւ մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում է սպանություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում համագործակցելով քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել եւ զենքզնյամթերք ձեռք բերելու եւ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ 34-ամյա եւ Արմավիրի մարզի Մուսալեր գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդիկ։ Toyota-ի զննության մեքենայի սրահի հակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգ։ Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի լույս 26-ի գիշերը ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ։ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։ Ահազանգը փոխանցվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել նշված վայր։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված 3 տղամարդ Մայրաքաղաքի Արշակունյանց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել են փախուստի։ Համայնքային ոստիկանները համագործակցելով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գործընկերների հետ գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել նրանցից մեկին 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ եւ տելեգրամյան ալիքի հասցեով թուղթ։ Պարզվել է նաեւ, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ հետաքննության մարմնից թաքնվելու մեղադրանքով։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի պողոտայում։ 112
2. Մեկ զանգ, արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։